Փաշինյանի թե Էրդողանի նախաձեռնությամբ են Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը խոսել հեռախոսով։ Ոչ մեր կառավարության, ոչ էլ Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած տեքստերում այդ մասին խոսք չկա։ Նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել Երևանն ու Անկարան։ Երկկողմ ու տարածաշրջանային հարցեր են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը, ուղիղ առևտուր սկսելու հարցին են անդրադարձել։ Ակնհայտ է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ էր։ Նախընտրական մուրացկանություն է անվանում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Փաշինյան-Էրդողան շփումը քարոզարշավի կուլմինացիոն փուլում։ Կարծում է, ամենակարևոր հարցերը տեղ չեն գտել երկու կողմերի հաղորդագրություններում։ Ըստ նրա, Հայաստանի վարչապետը աջակցություն է խնդրել Թուրքիայի նախագահից։ Ենթադրում եմ, որ դիմել է Էրդողանին, որպեսզի նա միջնորդի, որ մինչև ընտրությունները գերիներից մի մաս գա Հայաստան։ Գահավիժող վարկանիշը փրկելու հուսահատ փորձ է սա ըստ Ալեն Ղևոնդյանի։ Խնդիրներ լուծող ղեկավարի իմիջ կարող է ստեղծել Փաշինյանը գերիների մի մասի վերադարձով կամ գոնե հայ-թուրքական սահմանի բացման որևէ նախագիծ բեմադրելով։ Որպեսզի էլեկտորալ առումով կարողանա վաճառի հասարակության վրա։ Բայց գլխավոր ինտրիգը այն է, որ զրույցը տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցությունից հետո։ Իհարկե դիմել է Էրդողանին, Ռուսաստանի ղեկավարի հետ այդ հեռախոսազրույցի տեքստերի հետ կապված, որպեսզի մեղմացումներ կարողանա ստանալ։ Я сейчас скажу. Դեռ ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո էր Ռուսաստանի նախագահը բաց տեքստով խոսել այն տնտեսական հետևանքների մասին, որոնց առաջ կկանգնի Հայաստանը ԵԱՏՄ-ն լքելու դեպքում։ Պուտինը հավանաբար նույնն ասել է Փաշինյանին նրա ծննդյան օրվա առիթով տեղի ունեցած հունիս 1-յան զրույցի ընթացքում։ Կրկնում եմ, ամեն անգամ այդ ասում, դա սպառնալիք չի։ Ուղղակի ասում են, խաղի կանոնը հետևյալն է, եթե մեր շուկայից ես ունես արտոնություններ, եթե դուրս ես գալիս մեր շուկայից, զրկվում ես արտոնություններից։ Ամենայն հավանականությամբ Փաշինյանն ակնկալում է, որ Էրդողանը կբացատրի Պուտինին, թե ինչու է Հայաստանը այդ քայլին դիմում։ Գեոպոլիտիկ խաղի առումով ասի, որ Հայաստանը մտնում է մեր ազդեցության զոնա։ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից ժամեր առաջ Հայաստանի գործող իշխանությանը օգնության էր հասել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Կոնգրեսում թրիփի մասին խոսելիս Մարկո Ռուբիոն վստահեցրել էր, թե ամերիկյան կողմը չի ուզում, որ Հայաստանը խնդիրներ ունենա այլ երկրների հետ։ Բայց չի հրաժարվելու տնտեսական շահերից։ Ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և չի պահանջում, որպեսզի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ չունենա։ Մենք պարզապես ցանկանում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա ընդամենը սկիզբն է։ Պարզ է, որ Ռուբիոն հոչեր ասի, գիտեք, մենք ասում ենք, որ ռուսների հաշվին մեր հետ ընկերություն արեք, ակնհայտը, երկու գերտերություն մրցակցում են։ Վաշինգտոնն ու Մոսկվան հիմա թշնամիներ չեն, բայց դաշնակիցներ էլ չեն, գործընկերներ են, որոնցից յուրաքանչյուրը իր դիրքերն է ամրապնդում Հայաստանի տարածքում։ Այլ օբյեկտ էլ չեն, մենք տարածք ենք։ Ռուբիոն նաև ասել էր, թե Ռուսաստանը չի ցանկանում, որ Փաշինյանը վերընտրվի առաջիկա ընտրություններում։ Միացյալ Նահանգները անհանգստանում է Սյունիքի մետաղական հանքերի համար, որոնք իշխող ուժը հանձնել է Վաշինգտոնին։ Նկատում է քաղաքագետը։ Իհարկե, նրանց համար շահեկան է, որ գործող վարչապետը մնա, ինչու Սյունիքի հազվագյուտ մետաղական հանքերը հանձնել է Ամերիկային։ Այդ նշանակում է Ամերիկան լեգիտիմ ու լեգալ առիթ ունի այստեղ այդ թվում նաև Աղաջեմիսերը զորք բերելու։ Ինչի համար, որպեսզի իր ակտիվները պաշտպանի։ Տեղեկություններ կան, թե առաջիկայում սպասվում է նաև Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց։ Ալեն Ղևոնդյանը չի բացառում, որ Բրյուսելը աշխարհաքաղաքական շահերից ելնելով կարող է ժամանակավոր աչք փակել հայկական գյուղատնտեսական ապրանքների որակի վրա ու նախընտրական այս շրջանում հայ գյուղացու զայրույթը զսպելու նպատակով արտոնություններ սահմանել հայկական ապրանքների համար։ Դա ձևական ու կարճատև ակցիա կլինի, վստահ է քաղաքագետը։ Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուշ։